Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Ինչ է լինելու այն ամենից հետո, երբ Անգելինան լսի խոսակցությունն ու հասկանա, որ ինքը Միքայելի դուստրն է։ Իհարկե բոլորիս էլ հայտնի է, որ այդ ամենը հորինված է Միքայելի կողմից, սակայն ինչպես ասում են, դեռ հեռուստասերիալի որոշակի սերիաներում հեռուստադիտողները դիտելու են, թե ինչպես է Անգելինան տառապելու այդ նորությունն իմանալուց հետո։ Հալալը գալիս է Հենրիի տուն ու նրա հարազատներին ասում, որ Հենրին լքել է երկիրը, նշենք, որ Հենրին ոչ մի տեղ էլ չի գնացել, այդ ամենն արել են, որպեսզի ծնողները նրան չգտնեն։ Այս ամենը կազմակերպված է Հենրիի ու Հալալի կողմից, իսկ թե ինչ է սպասվում Հենրիին ապագայում, կտեսնեք ընդամենը ժամեր անց։ Հենրին հայտնվելու է կամրջին և այդ տեղեկությունը ճիշտ է։ Վերջապես Սոսն ու Լիլիթը վերադառնում են այս ամենի մասին, հայտնել են «Վերջին զանգը» հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, նշելով, որ ընդամենը օրեր անց հեռուստաէկրաններին կտեսնենք Սոսին ու Լիլիթին և նաև կտեսնեք, թե ինչպես է Աննան տեսնում Սոսին։ Այս ամենը ինտրիգային պահեր են, որոնք հեռուստասերիալն էլ ավելի ռեյտինգային են դարձնում և հեռուստադիտողները սպասում են հերթական սերիաներին անհամբերությամբ։ Ինչքան ժամանակ Միքայելին կհաջողվի թաքցնել ճշմարտությունը, որ նա ոչ մի գենետիկ կապ չունի Անգելինայի հետ, այսինքն Անգելինան Աննայի դուստրն է և ինչքան կկարողանա պայքարել այս գաղտնիքի դեմ, և ինչ կլինի այն ամենից հետո, երբ Աննան բացահայտի այդ ճշմարտությունը։ Այս և այլ շատ գաղտնիքներ բացահայտելու համար անպայման միացեք մեր ալիքին, որպեսզի առաջին տեսանյութերը, որոնք հրապարակվում են սոցիալական ցանցերում, առաջին գաղտնիքները, որոնք հայտնի են դառնում հեռուստասերիալի շրջանակներում, տեղեկանաք դուք։ Իսկ այժմ կարող եք դիտել ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում և հատուկ ձեզ համար։ Ձեզ մաղթում ենք բարի դիտում, իսկ ձեր կարծիքներին սպասում այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե «Վերջին զանգը» հեռուստասերիալի որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ հաջորդ տեսանյութում կպատմենք, թե ինչ է սպասվում ձեզ և հեռուստադիտողին։ Մնացեք մեզ հետ ու դիտեք։ Ողջույն բոլորին, այս պահին ես ուզում եմ ձեզ ծանոթացնել մի անձնավորության հետ, աշխատանքը դուք ամեն օր պարբերաբար տեսնում եք, բայց իրեն չեք ճանաչում։ Ով է նա։ Նա այն անձնավորությունն է, ով վարում է և իմ և Վերջին զանգը հեռուստասերիալի էջերը։ Ձեր բոլոր հարցերին պատասխանում է նա, եթե ինչ-որ հարցերի հետ էլ համամիտ չեք, ավելի շուտ պատասխանների հետ համամիտ չեք, ես մեղավոր չեմ, մեղավոր ինքն է, ինքն է հանդիսանում մեր հեռուստասերիալի երկրորդ ռեժիսորը։ Այ ինքն է, դες որ բոլոր հարցերով դիմեք իրեն, բոլոր նկարահանման հրապարակի բոլոր հատվածները, բոլոր ստացված և չստացված կադրերը, բոլոր հետաքրքիր, մի խոսքում է, որ էջի հետաքրքիր վարում են, և մեր էջի տողականությունը դուք իհարկե տեսել եք, շտոնի վիրեն, գայանս։ Ողջույն սիրելի ընկերներ, հիմնականում սենց վիդեոներ չեմ նկարում, որտեղ ես կամերայի դիմաց ուղղակի նստած խոսում եմ, բայց այս անգամ ոչինչ թող բացառություն լինի, որովհետև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ իմ նոր հետևորդներին, որոնք օր-օրի ավելանում են ու իրանց էներգիայով, իրանց կոմենտներով կիսվում են ինձ հետ, անկեղծ ասեմ, որ դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս, որպեսզի ես էլ ավելի լավ մարմնավորեմ Արամի կերպարը։ Շնորհակալ եմ շատ բոլորից հետ, շատ գնահատում եմ այդ ամեն ինչը ու ուզում եմ ասեմ, որ սպասեք հետաքրքիր իրադարձությունների զարգացման։ Սպասում եմ ես պահին մտնում դինոպարկ։ Միշտ ուզեցել եմ գան, չի ստացվում։ Շատ սիրուն է դինոները։ Այստեղ սկսում եմ։ Նա հաստատ արժիցեր է կգալ։ Համել ես տեսել եմ, որ ստեղ ոչ է շարժում։ Համել ես տեսել եմ, որ ստեղ մանենամ, խորում են դինոզավրերը։ Լսում եք, դինոզավրերին չկպտեք։ Okay։ Գնացեք։
Դրսում են երեխեքը, բայց շատ սիրում տեղ ենք եկել։ Գնացինք։ Վայ, սա իրանց ձակն է։ Մամա, պապան ձակն է։ Լեբա, այստեղ ձվիկի մեջից դուրս են եկել ձինոյիկները։ Հա, կատենց բար։ Արդ լավ չի լցում ստեյքի։ Գանք։ Ադամ։ Գնացինք։ Շատ սիրուն է։ Хорошо, мотора, размер Дебкови знай. Все, лава. Моника Люш Танджати. Все, река. Գնացինք, հրոզնկարում ես, նայում ես, մեկելով, ֆայնան հելավ, եկավ ես կոմ նստես, բրդելով տանումը, խնդա, նայնայիրը, խնդա, հետոն դե բան ծույս տվեցին, են կոմ յուրացույսը նա, նայում ես, այն սիրունա, Հատ քաղաքը տեսեք ինձ սիրունա։ այն վերտումնա, ձեր տունը յուրացույս տուն, լավա ֆրանցին գնա, չնակամրլիկը տուն ինձ Իմիջայլոց այստեղ փորում ես լապատկաներով ցերեկը ու մեջից դուրս է գալիս դինոզավրիկի ոսկորներ։ Ես գալու եմ դա անեմ անպայման։ Շատ լավ։ Քեզ կբերենք։ Ես կգամ։ Եղեք շատ ռեալիստիկ է։ Շատ լավն են վերջացրինք նկարահանումը, վաղը ցենց հավես նկարահանում չի ունեցել այգում կարուսելների վրա։ Ու ամենաշատը ինձ դուր եկավ այդ զինոպարկը։ Շատ լավն է, անկեղծ եթե ունեք ճուտիկներ, բերեք, եթե իհարկե չեն վախենա, որտեղ շատ ռեալ են սարքած, բայց այն տարիք երեխան որ չի վախենա, հստակ արժի կա տեսնի այդ այգին։ Ողջույն բոլորին, այսօր մայիսի 1-ն է, այսինքն շատ սպասված օր ինձ համար, որովհետև այսօր իմ բարի փերի, իմ մեյքափի ուսուցչուհի, իմ անփոխարինելի ընկերուհի Նանեիս երկար սպասված, տարիներով սպասված մաստեր կլասն է, ես իհարկե ոնց որ միշտ ուշանում եմ, բայց արդեն հասնում եմ Armenian Marriott, որպեսզի մասնակցեմ այդ երկար սպասված մաստեր կլասին, այս իրադարձությանը, շատ ուրախ եմ ու շատ սպասելիքներով, այսօր Նանեն ցույց է տալու 2 դիմահարդարում, կիսվելու է դիմահարդարման գաղտնիքներով, մնացած աղջիկների հետ եւս։ Գնամ մասնակցեմ, անձամբ գրկեմ շնորհավորեմ իմ բարի փերին Անեին։ Բոլորիս լավ օր։ Հա ու մեկ էլ շնորհավոր մայիսին։ Շատ եմ ուշանում, բայց արդեն ներսում եմ, իրականում պատճառն է ուշանալու։ Այսօր մայիսի 1-ն է ու հրապարակում լիքը դասարաններ էինք ու բոլորի հետ հերթով նկարվել եմ։